Բարև բարեկամներ, Փակ TV-ն կրկին ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, հատկապես այն ունկնդիրներին, որոնք սպասում են մեր կիրակնօրյա եթերին, դե հասկանում եք թե ինչու, որտև ամեն կիրակի մենք միշտ մեծ հաճույքով հյուրընկալում ենք մեր լավագույն աստղաբան հոգեբաններից մեկին, Լուսիա Հակոբյանին, Տիկին Լուսիան մեր տաղավարում է, բարև ձեզ։ Բարի ողջույն մեր ժողովրդին, հատկապես զավակներ կորցրած մայրերին, այն 18-19 տարեկանների մասին է խոսքս, որ մեր երկրում երկրաշարժը չի փլում տներ զոհեր չի լինում, այդ երեխեքի պաշտպանությունն է եւ միշտ է լինելու դա։ Տիկին Լուսիա, իհարկե դա այդպես էլ պիտի լինի եւ մեր ունկնդիրները միշտ հաճույքով սպասում են ձեր ցանկացած ելույթի, մանավանդ որ դա սկսում եք լուսնային օրով։ Այո։ Չխախտենք Այսօր լուսինը 7-8, այնտեղ ժամերի փոփոխություն կա, դրա համար 7-8 ասեմ, լուսինը սովորաբար 2-3 օր է նույն նշանում կենթանակերպ լինում, առյուծում է այսօր լուսինը, իր ցուցադրող օր, տենց է կոչում լուսին, ամեն լուսին, որ կենթանակերպին լինում, անուն ունի, այսօրվա լուսինը ցուցադրական օր, դիմաստրատիվն է լունա, այդպես ասում։ Մեկ արդեն ասել են, որ ռուսերեն բառերը զուտ գրականությունից է, մինչև թարգմանում է, մտքում մոռանում է, օգտագործում է, մինչև սովետի մարդիկ միշտ ռուսական բառեր օգտագործում են։ Մեր մեջ կա։ Ներելի է։ Ոչինչ, մենք երբ որ կգնանք այս աշխարհից, հիմա երիտասարդները հայերենի փոխարեն անգլերեն բառեր կասեն, որը լավ չի, ավելի լավ է բարբառներով խոսեն, բոլոր մեռանի բարբառներով, չէ, որ չկորի։ Բարբառը պահում է ազգին ու ժողովրդին։ Մերկուրին ամսի 12-ից արդեն խոյում է, խոյ կլինի, սա ինչ է նշանակում։ Հիմա մի փոքրիկ մոլորակներով ասեմ, ինչն իրենից ինչ է ներկայացնում։ Ու մի բաներ նախապես ասեմ, որ իմ աշխատանքը այս ելույթների ինչ է, որ ես հաղորդումներին գալիս եմ եւ ասում եմ, ես գարոսկոպի նշաններից, կենթանակերպերից չեմ խոսում։ Արդեն բոլորը գիտեն ում ինչ է սպասվում, կան ասում է թող ասի։ Ես իմ աշխատանքը հիմնական խրատական է եւ ինչպիսի իրադարձություններ Հայաստանում կամ աշխարհում կատարվում է, ու մարդիկ ինչ անեն, որտեղ իմ աշխատանքը ինչ անելն է, արժի թե չարժի, բայց ոչ թե այս նշանին էսա սպասում, այդ մի քիչ հարաբերական են դրանք, որտեղ բոլոր նշանները նույնը չեն։ Տարբեր են լինում, խոյերը տարբեր են, կարիճները տարբեր են, ածեղջուրները տարբեր են։ Հիմա Մերկուրին խոյում դա նշանակում է կազմակերպել, մինչև 12 մայիսի այդտեղ կլինի, սա ինչ է իրանից ներկայացում, նախ Մերկուրին խելքն է մարդու, խելքը, գործունեությունը, միտքը, շրջապատը, գործընկերները եւ հարազատները, աշխատեք հենց այդ մարդկանց հետ մի քիչ ձեզ կազմակերպած պահեք, որտեղ այդ ցույցերը, միտինգները, որ ասվում է, դա չարժի, որտեղ ոչ մի արդյունքի չեն տա, հիմա էլ հորդ համաստեղությունը, մենք խավարումը նոր է վերջացել, այս խավարումից հետո սեպտեմբերին էլ ունենք խավարում, խավարման ընթացքում մարտը ու մարտի վերջի ինչ որ կատարվեց, մաքրման շրջան էր, կատալիզատորն է, որ միշտ ասել եմ, շատ կարևոր շրջան է հենց այսօր, որտեղ լուսինը առյուծում է, հիմա Մարսն էլ է մտել առյուծ, ինչքան հիշում եմ մինչև մայիսի վերջը տեղ կլինի, շատ զգույշ եղեք հայր-որդի հարաբերության ու վթարներ։ Մեքենաներից զգույշ եղեք վթարներ չլինի, քանի Սատուրնը ձկան մեջ է դեռ ջրհեղեղներ, անձրևներ կլինեն, մեզ մոտ տեսեք առավոտ լույսը բացում է արևանուշ եղանակ ու կեսից սկսում է անձրև, սելավներ կլինեն շատ, ջրհեղեղներ կա, Ռուսաստանում այդ երկնային աղետները դեռ շատ է սպասվում, ջրհեղեղ, 4 տարերքը գնալու է մի խոսքով, դա ջրի հետ է կապված, պայթունները շատ կլինեն, հրդեհներ, Հայաստանում էլ կա, բայց Հայաստանում, ժողովուրդ ջան, մի վախեցեք, ասում են թատ, որ պատերազմ չի լինի, ամեն ամիս հիմա կլինի խաղաղ ապրեք, սադրանքները շատ են, ճիշտ այդ կրակոցները կան, դրանք սադրանքներ են, բայց դա էլ չկա արդեն, ինչը որ մենք տեսանք 88 թվական երկրաշարժ, ինչը որ տեսանք 20 թվական 44 դավադրություն, այդ էլ մեր ժողովուրդը դա չի տեսնի։
Համբերենք միջև Յուպիտերը կմտնի կլինի խեցգետին, որ արդեն սահմաններ ու ընտանիքների հարցն է լինելու, բնական է, սահմաններ մի մտածեք, մենք սահման ենք տալու, ոչ մի սահմանը չի լինելու, սահմանները, միգրացիա, իմիգրացիա, դա կլինի ու ինչ-որ տեղեր կարող մարդիկ իրանց տարածքը մեծացնեն կամ փոքրացնեն, բակերը, դա արդեն պետք է ագահությամբ չլինի, չգնան կաշառք տան քաղաքապետարանում թե թաղապետարանում, որ ինչ-որ մի տարածքը մեծացնեն, որովհետև ով հիմա անարդար քայլի գնաց, ով անարդար քայլի գնաց, կպատժվի սարսափելի, առողջական և ֆինանսական, ու ֆինանսների, ահա որ հիմա խաբեություն է գնալու խոշոր ֆինանսների, հատկապես բանկերը, ու շատ եղեք այդ ինտերնետի ինչ-որ գրվում է, այս կտնեք, այս կգայս, խաբեություն աշխատեք գումարների հետ, այդքան խնդիրներ չստեղծի, որտեղ մանիպուլյացիաները, խաբեությունները շատ է։ Աշխատանքներ մի գաղափարի շուրջ հիմա պետք է հավաքվենք, քանի Մերկուրին խոյում է գտնվում, անձնականներով են նաև էլի միջև ամսվա վեր, նույն այս ինչ ասեմ, հիմնականը միջև հունիսի 10-ն է, քանի Յուպիտերը չի փոխվել։ Անձնական է զույգերի հարաբերություն ընտանիքների հետ կապված, քանի որ հիմա ամուսնալուծությունները շատացել է, մարդիկ իրար չեն հասկանում ու կանայք շատ են ճնշում տղամարդկանց, այս տղամարդկից էլ ծուլացել են նահավոր ալարկոտություն ու չեն աշխատում։ Կանայք էլ պահանջ են, կանայք հիմա ավելի շատ կաշխատեն, քան տղամարդիկ, սիրուհիների բացահայտում, մամաների զոնքաչների մեջ ընկնել զույգերի, որը կխառնեն ու կոնֆլիկտներ կլինի, հիմա դա է գնում, որտեղ մեր Վեներան ինչ մտավ խոյ համաստեղություն, կանայք խոչընդոտ կհանդիսանային զույգերի հարաբերություններին։ Կին ասածը մայր, ծնող և կին։ Միջև անգամ աղջիկ երեխաները, զույգերի հարաբերություն։ Ու աղջիկ երեխաները լավ կլինի, որտեղ տեսնում են մաման պապան վիճում են, խաղաղեսեն, հանգստացնեն, որպեսզի բաժանումներ չլինի, որտեղ ընտանիքում պետք է։ Եթե ընտանիքում պապա, մաման չկա, միայն մաման է կամ միայն հայրն է, դա ընտանիք չի։ Զույգերը պետք է լինեն, որ այդ երեխան ճիշտ ընտանիքում մեծանա։ Չխաբնվել, ոչ մի հարցում, մինչև հունիսի 8-ին ինչ որ ասի, Սատուրնը մայիսի 27-ից դուրս կգա, վերջապես կմտնի խոյ համաստեղություն, մինչև սեպտեմբեր 2-ն է լինելու այնտեղ, հետո նորից էլ հետ կպտտվի փետրվարի մինչև 17-ը կլինի խոյ։ Հիմա 7 օրեկան լուսնի համար ասեմ, սիմվոլը խորհրդանիշ աքաղաղն է։ Այս է աքաղաղն է, որ Պետրոսն էր, թե Պողոսն էր, որ դավաճանեց Հիսուսին, 3 անգամ այդ օրն է խաբեության, տեսեք խաբեության, զարմանալի բան է, 3 անգամ աքաղաղը կանչեց դավաճանեց Հիսուսին, հետո սրբացրեցին դառավ սուրբ։ Ու Պետրոսն է, չէ՞ որ ասում է կուշակություն չի կարելի, ով որ գնաց կուշակության, աստղաբանություն, աստղակուշակություն, սատանայից չի կարելի աստուծեմ զազրել, այս ինքը խաբել էր։ Դա համար հենց ասում եմ, ես գիտեմ Պետրոսն ինչ ասել։ Թող ասի։ Երուսաղեմում իր եկեղեցին կա, աքաղաղն էլ խաչի տեղը աքաղաղն է։ Այո։ Վերևը եկեղեցու գմփեթին։ Ու ով որ այսօր երազում տեսնում է մարտական աքաղաղ է կոչվում, ով որ երազում աքաղաղ է տեսնում, դա այդքան լավ խոր նշան չի, հիվանդություններ է տալիս հարազատության հետ կապված։ Ննջեցյալներին, հա, հեզոր աղոթքների օրա պետքա գնա, աղոթքներ պետքա գնան հոգիներին, ննջեցյալների համար, մեղքերի թողության օրը այսօր համարվում, որտեվ 7-8, 8-ն էլ Ֆենիքսն է, այն մոխրից դուրս եկած թռչունն է, որ հինը ջնջվում, վատը ջնջվում, նենգություն բացարձակ չի կարել, այդ բոլորը պետք է ջնջվի, նորը գա։ Որ սեպտեմբերի մենք հավաքենք ճիշտ, որտեղ խավարումների նորից էլի շատ բաներ կարող է փլուզի։ Խաբել խստի վարգելված է, Պետրոսին հիշեն, աքաղաղը որ կանչեց, խստի վարգելված է խաբելը, եթե չեք կարող, մտքով մտածեք, մտքով ձեզ ստեղծեք բարի կերպար ու աղոթքներ արեք,
Լավ է լռել, եթե ոչ, եթե չկարողացաք ու չար, ոչ թե չկարողացաք, չեք ուզում, որտեղ բոլոր մարդիկ գիտեն ճիշտը իրենք են։ Թոքերը լուրջ խնդիր կառաջանա։ Սկզբի թոքաբորբով կգնա, կարող է միջև անգամ լինի թոքախտ։ Այդ խաբեբաների մասին է խոսքս։ Հարկավոր է սովորել ու շնչառական վարժություններ անել, սովորել ոչ մի վատ բառ չարտահայտել, հավի միս թրջնամեսեր ընդամպես ուտել չի թույլատրվում այսօր, որտեղ քաղաքն զգուշանալ ափսետ չկոտրվի, թղթեր ու նամակներ չպատրել, չի կարելի, շատ լուրջ սադրանքի պրովոկացիայի օր է համարվում, օրը կարող է բերել նաև հանցագործության։ Երազում քաղաք տեսնել ասեցի լավ նշան չի, դա նշան է կատաստրոֆաների։ Նաև հարազատի ու բժշկական կողմից էլ խնդիրները թոքերն են, շնչառական օրգաններն են, հեշտ են հիվանդանում, մրսածության հետևանքն է դա, ատամնել հեռացնելը լավ է։ 7 օրեկան ծնված մարդիկ մակերեսային բամբասկոտներ են։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Իրբեր միամիտ բամբասում են, բայց կա բամբասանք, կա չարախոսություն։ Եթե բան ես ասում, ունենք ես շատ սիրում եմ ինչ-որ մի բան համար արտահայտվել, խոսել, չպայես մեջը չկուտակես, այդ մարդիկ կան, որ չեն արտահայտվում կուտակում, դա շատ սխալ բան է։ Ու դա չիմանալուց էլ է, անգրագիտությունից էլ է, ասում են, ես չեմ ասում, ամեն ինչ մեջս եմ կուտակում, այնտեղ ինքը նեխում է։ Ներս է գցում, եթե նեխես դա հիվանդություն է, դեպրեսիաներ, պետք է արտահայտվի անպայման։ Եթե չես գտնում ինչ-որ մեկը վստահելի, որի մոտ դու կարող ես արտահայտվել, հայլուն նայ ու արտահայտվի, իմիջիալուց հետաքրքիր մեջբերում եմ այստեղ բերել, որ կան, որ հյուրեր չեն սիրում ընդունել։ Ինչի համար, այդ մարդիկ զգուշ են, իրանք զգում են, տեսնում են, որ այս մարդը երկերեսան է, խարդախա, դրա համար չի ուզում, որ իր տուն գա, ով ուզում է լինի, հարազատներին, ասում են անհյուրընկալ մարդ, որտեղ ինքը զգում է, ինչի գա իմ տուն, տեսնի ինչ դրեցի, ինչ արեցի, ամուսնուս հետ ոնց խոսեցի, միջև անգամ կարող քուր եղբորն էլ չընդունի, բայց ինքը կարող գնա։ Այդ նորմալ է, հիմա եթե չի ընդունում, ես ամեն ինչը նորմալ եմ նայում, որտեղ ամեն ինչը մարդու համար է այս աշխարհում, միայն նենգություն չլինի։ Մոմ վառեք, մոմեր ու խնկարկեք, օրը մաքրվում ակրակով, այդ խնկարկելը, մոմ վառելը, օջախը, եթե մարդիկ ունեն են բուխարի ու օջախ վառեն, այդ կրակով մաքրեն, տունը, լավը խոտաբույսերով դեղեր պատրաստել, թրմել տեղաբույսերը, օգտագործել, որ դա ամբողջ օրգանիզմը մաքրում են, երիցուկ ամենից լավն է համարում, այսօրվա քարնել կարմիր գրանատնա ու խրիզոպալ։ Խրիզոլիտ, այսքան։ Դուք հիշատակեցիք ննջացյալ բառը, ես պիտի ասեմ, որ ննջացյալների թեման մեր ունկնդիրներին շատ հետաքրքրել է և խնդրել են, որ դուք զարգացնեք այն։ Այս իմ տղայի դեպքից հետո ես շատ սկսեցի կարդալ, հետաքրքրվել, նյութեր եմ հավաքում այս կողմից, այն կողմից, իհարկե 5 գրականություններից ու ամեն ասածին լուրջ չեմ ընդունում, ինչ-որ տեղերը կրկնում են այս կողմից, այն կողմից ու 5 գրականությունը, հինը այնքան, դաժը մինչև անգամ աստղաբանության հին ավելի ճիշտ է։ Ավելի ճիշտ, ավելի առողջ է, ավելի ռեալ է, քան ես հիմա ժամանակակից որ անում են, ես չգիտեմ, ոնց որ ժամանակակից հոգեբանությանը տեղ չեմ տալ, հենց ժամանակակից աստղաբանության սխալ բաներ շատ են խոսում։ Սխալ հաշվարկներ, սխալ բաներ, դրա համար ամեն ինչ սուտ է դուրս գալի, շատերը հիմա որ չեն հավատում աստղաբանությանը, ճիշտ են անում։ Իրավունք ունեն չհավատալու, բայց մարդն էլ որ ոչ մի բան չգիտի անգրագետ է, եթե մեկը մի քիչ գրագետ է խոսում, ինչ որ մի բան ասում, ֆետիշացնում է, փառվայ, որտեղ ինքը արդեն անգրագետ է, ինքը բան չգիտի։ Եթե մարդը մի քիչ կարդա հետաքրքրվի խորանակս կա, որ այդ մարդկանց ասածները զուտ բարբաջանք է, այդքան ճիշտ չի։ Մեզ մոտ էլ վատը այն է, որ շատ են սիրում փնովել մարդկանց անուն դնել, սխալ բան է, բամբասանքի համար բամբասանքը ատելությամբ լցվածների կողմից է հորինված,
Այն մարդիկ, ովքեր ատում են ամեն ինչ, իրանք բամբասկոտներ են համարվում, ու հիմաներն էլ տարածում են։ Մեր մոտ շատ տարածված է հիմա։ Անենց բաներ են խոսում, ասում են, որտեղից գիտես, գրած էր։ Բայց ովքեր են գրել, անգրագետ լրագրողները, 22, 23, 26 տարեկան անգրագետ բառից բուն իմաստով։ Հետո այս ամեն ինչը փոխվելու է, անցնելու է, գնալու, իրանք չեն ամաչելու, երկիրը խառնում են իրար մեր Հայաստանը։ Չի կարելի տենց բաներ։ Մտավոր հետամանացնեն էլ հավատում են ու տարածում են։ Քննադատում են մարդիկ, ովքեր միջև կոկորտը մեղքի մեջ են։ Խելացի մարդը, գրագետ մարդը, շատ եմ ասել, ինչքան գրագետ եղար, կյանքը քեզ համար հեշտ կլինի։ Հետո խալերն ու նշանները, մարդկանց վրա որ խալու նշաններ կան, դա նշան է, որ ինքն ծրագիրը ինչը որ իրան տրված է, չի արել։ Ամեն մարդ մի ծրագրով է եկել այս աշխարհ, ինքը իր ծրագիրը չի արել, իր վրա այդ խալերով, ինչքան խալերը մեծացավ, այնքան քեզ ոնց որ զգացնել տա, որ դու ես ինչ մի բանը սխալ ես արել, քոնը չի տա։ Հիմա ննջեցյալների համար ասեմ, հետաքրքիր են։ Նախ ինչի չի կարելի, որտեղ ինձ էլ են դա շատ ասում, բայց շատ դժվար է, դա չի լինում, խորհուրդ տալու միշտ հեշտ է։ Լաց լինելը շատ դժվար է։ Ինձ խեղտում է կարոտը, ահավոր կարոտը խեղտում է իմ տղայի ու ինչքան կարդում եմ, այնքան աշխատում եմ ինձ զսպեմ ու մտածում եմ, որ ինքը գնացել է գործուղման։ Գործուղման ու ինձ խրատ է տալիս, ես չեմ զգում, որ ինքը չկա, ամեն քայլա փոխին, հիմա կարող ասեմ կողքս, հիմա տեսնում եմ։ Ու քանի որ իր նկարը ժպտերս էր, ինքը մի ժպտում էր, ինքը մի ժպտում է։ Ամեն ես որ գալիս եմ հիմա հաղորդումը, ինքն է ինձ ուշ տալիս, որ ես գալիս եմ ու ես երբեք էլ եթերներից չեմ հրաժարվի, բայց ընտրությունը իմն է, ինձ շատ տղեր հրավիրում են, ես չեմ գնում, որտեղ իրանք ինձ հետաքրքիր չեն։ Կանչում են այնց մարդիկ, այդ աթոռին նստում են այնց մարդիկ, որ այդ մարդը ինձ հետաքրքիր չի, ես չեմ ուզում նստեմ այն աթոռին, որ այնտեղ նստել է քանդող, բամբասկոտ, տանգրագետ մեկը, որ կարա երկրի ամբողջ մեր երկրի ղեկավարության երկրի մասին վատ բաներ ասի։ Դա անդաստիրակություն է, ես այդ աթոռին չեմ նստի երբեք։ Այստեղ հարցը վարչապետ չի, երկրի մասին է, որտեղ վարչապետը կփոխվի։ Հետո ուրիշը կգա, հետո նրա մասին չի կարելի երկրի մասին վատ բաներ խոսալ։ Դա Աստվածաշնչում պարզ կա, թագավորից մի փնովի։ Լավա վատը մի փնովի։ Հիմա մի փոքրիկ ասեմ ննջեցյալների։ Ննջեցյալների թեմային ան։ Տհաճ հոտեր ան նույնպես լինում, նշաններ ա տալիս ննջեցյալներից։ Հաճախակի պետք է մաքրեն ձեր էներգիան, մոտեցեք մոռացա, լաց լինելը ննջեցյալների համար վատ է, ինչի համար, որովհետև իրենք որ հենց մարմնից հոգին, ֆիզիկական մարմնից հոգին դուրս է գալիս, հոգին ինքը գնում է գիտի ուր պետք է գնա, բայց դեռ չգիտի ուր պետք է գնա։ Իրենք ամեն ինչ զգում են, տեսնում են, լսում են, մինչև անգամ հոտերը մենք չենք տեսնում, իրանք մեզ եւ տեսնում են եւ լսում են։ Եվ իրանք պետք է գնան, լինում է, որ հոգիներ հրեշտակներն են գալիս, լինում է սրբերը, լինում է նաև եղել է, որ Հիսուս Քրիստոս, բայց հոգիներ կա ավելի չարի մոտ են գնում ու ինքը ոնց որ գիտի, որ այնտեղ լավ բան չի, ներքև ու վերև։ Այդ մեր լացը խանգարում է հոգուն կողմնորոշվել։ Այնքան ճիշտ բան է դա, այնքան բաները տենց կարդացի օրինակներով, մեր լացը հոգիների, ննջեցյալների խանգարում է կողմնորոշվել, որ կողմը գնա, ում մոտ գնա, ու իրանք շատ տանջվում են, այսինքն մելաց իրենց խանգարում է։ Հաճախակի մենք պետք է մաքրենք մեր էներգիան, հոգիներ կա գալիս են, մարդիկ վատ են լինում, հետո մենք չենք կարող ասել, որտեղ սխալ է, այս աշխարհում եթե ինքը բարի մարդ է, ոչ մի վատ բան չի արել, ուրեմն այնտեղ ինքը պետք է բար լինել, բայց հակառակն է լինում, այնտեղ է որոշվում։ Վերևն է որոշվում ինքը բարի է թե չար, ինչպես քաղցկեղը, որ ասում են, դա պատժի հիվանդություն է, ասում են, փոքր երեխա, ինչ պատիժ արել, ինքը չարել, իր հարազատներն են արել։
Եթե ոչ կախտոտվի, անպայման էներգիա մաքրվի, որից խնդիրներ են շատանում։ Քննելուց առաջ վերանայեք օրը եւ Տիրոջից շնորհակալ եղեք, նաեւ որ օգնի մեղքերը մաքրելու համար։ Հոգիներ կան, որ մայից հետո անմիջապես Տիրոջ մոտ են գնում։ Հոգիներ երկար տևում է այդ process-ը բրգումը, ոչ ոք հենց այնպես չի գալիս, կան մարդիկ երազում տեսնում են, կան չեմ տեսնում, շատ անգամ ասում են խռովելա դրա համար չի գալիս։ Այ մամաներ կա, ես զոհվածների մասին եմ ուզում ասեմ 10 տարեկան, եթե մայրերը կան, որ իրենց ճիշտ չեն պահում ու շահարկում են երեխեքյան, իրանք չեն գալի, իրանք երեխաները չեն գալիս։ Ու զայրանում են։ Ծնողների վրա զայրանում են։ Ոչ ոք հենց այնպես չի գալիս այս աշխարհ։ Բոլորս հոգևոր աշխարհից ենք գալիս, եթե կինը ծննդաբերում է, առաջինը կարևոր գործը դա դաստիարակությունն է։ Դու դաստիարակվի, որ երեխայիդ կարողանաս դաստիարակես։ Կալ ինչ եմ սա ասում, այս մաքրվելու համար է, որ ճիշտ գնա հոգին, ճիշտ տեղ գնա։ Գալիս ենք այս աշխարհ մեր ճակատագիրը մաքրելու, շտկելու։ Դա մեր ներսի Հիսուսիկն է, որ շատ եմ ասել մեր փոքրիկ։ Դու ճիշտ պետք է ապրես, նենք չլինես, ոչ ոք չի ուզում ընդունել, որ ինքը անարդարա, սրիկայա, խարտախա, գողա, իսկ որ գնաց արդեն ննջեցալներ, այդ հոգիների ժամանակ արդեն մավան ժամանակ վատ տեղ է, բեսերի մոտ է գնում, բեսերը հայերեն ոնց է։ Բեսերը սպասում են, որ այդ չար մարդկանց տանեն ու տանջում են, անդադ տանջում են։ Մեր ճակատագիրը մաքրելու համար հարկավոր է շտկվել։ Դա մեր ներսի Հիսուսիկն ասից է, որը մեզ օգնում է, բայց չենք լսում։ Իմանանք քո նպատակը պարտք ունես տալու։ Յուրաքանչյուր մարդ եկել է այս աշխարհ իր պարտքը տալու։ Հաճախակի մաքրվենք, բնակարանը, անկյունները, տունը հաճախակի պետք է բերենք։ Եթե տանը հաճախակի իրեր է կոտրվում, հատկապես էլեկտրականության հետ կապված, բացասականը շատ է այդտեղ, ոչ մի դրական բան այդ ընտանիքում չի լինի։ Իրերը կոտրվել է, բացասական է, շատ է, բույսերը չեն աճում։ Այսքան։ Պարզ է, Տիկին Լուսիա, մի թեմա էլ կա, որ ուզում եմ անպայման անդրադառնանք խոսքս մեր դատաիրավական համակարգի եւ ձեր բնակարանի հետ կապված ուղդիսականի մասին է։ Ինչու եք կորցրել ձեր հավատը այդ համակարգի հանդեպ։ Շատ հուզող հարց է։ Այո, հավատս կորցրել եմ, նախ բոլորի հանդեպ եմ հավատս կորցրել։ Վաղուց էի կորցրել, բայց մի քիչ կասկածում եմ, ասում եմ հնարավոր չի, բայց տղայիս դեպքը ինձ ավելի աչքերս բացեց, ավելի սթափեցրեց, որ իրոք հավատս կորցրեցի շատերի հանդեպ։ Դատաիրավական համակարգի, որտեղ արդարություն չկա։ Սուտ է, ես եմ միշտ բոլորին ասել, լավատեսություն, սեր, ուրախություն, լավը մտածի, որ լավը գա, ինչից է սա գալիս, անգրագիտությունից։ Ես 2 օր առաջ եղա արդարադատությունը, նախարարություն գնացի, իմ փողոքն եմ ներկայացրել, միջև այդ ներկայացրել է, ու գործերը, որ մի դատավոր ինչ գործ արել, ինձ աշխատակցություն զանգահարում, ասում եմ դուք անունները նշեք։ Ես իրավաբան չեմ, բայց ես հասկանում եմ, եթե գործի համարներն ուղարկել եմ, իրանց գործն ինչ է։ Իրանք այդ գործերը որ բացեն, կտեսնեն ով է այդ դատավորը եւ ինչ գործ է։ Ինք ինձանից նորից անուն է ուզում։ Ոչինչ, չզլացա, գնացի, գրեցի, տվեցի։ Հետո իմացա, որ իմ գործերը ինչ որ այդ աշխատողն ուղարկել է նոտար, թե նոտարն ինչ կապ ունի իմ հետ, ես չգիտեմ։ Ես այդ 3 դատավորների, այս վերջերս մի հատ էլ ավելացրեցի Ուլիխանյան, անցյալ անգամ չեմ ասել, բայց հիմա ասում եմ, պարոն Ղոշյան։ Ու ես այդ աղջկան պիտի ասեմ ամոթ քեզ, շատ ամոթ։ Ուլիխանյան անունը չգիտեմ ինչ է։ Կինա, որը վիշտ է տեսել, ամուսինը կորցրել է։ Ու մանր երեխաներ ունի։ Հենց ինքը մեղավոր է իմ տղայի մահվան։ Իր խղճի վրա է դա նստելու։ Հաշիվները փակել է ամբողջ, մենք բողոք ենք միջնորդություններ մեր փաստաբանը ներկայացրել, հաշիվները փակել է եւ այդ հրարն իմացել է փետրվարի վերջերին ինչքան հիշում եմ, բայց նամակն եկել է մարտի 13-ին, այսքան ժամանակ ինչ էին անում որ նամակ ու 14-ին այդ դեպքն եղավ տղայիս հետ։
Իսկ ինչի համար է փակել, ինչ որ սրիկաներին պաշտպանելու անարդարության համար, անարդար են այդ սրիկաներին պաշտպանելու, նորից կացվեց, որ այստեղ ինչ որ մի սրիկայի մատը խառնա, ոնց որ բոլոր դատավորներին վախացրել են, որ իրենք որոշումները մերժել են, որտեղ ես հիմա վաղուց իմ տանն է լինելու, ու ստեղի գլավան, ես այդ բառը տենց էլ ասում եմ, Արմեն Մաթևոսյանն է իր կնոջ հետ, երկուսն էլ սրիկայի են, հենց այդ ձևի, դուք այդտեղ չեք ապրելու, ով որ ձեր մեջքին կանգնած է, չգիտեմ ով է, սրիկան է, իմ սուրբը Սուրբ Վարդանն է, ես արդեն համոզվել եմ, որտեղ իր Սաղավարտի խոյի նշանն է, հենց Սուրբ Վարդանի թրով պետքա կտրի բոլոր, ես ոչ մեկի մահը չեմ կամենում, բայց ով որ իրոք այս դատավորներին վախացրել է ու չի թողնում որ աշխատեն, ինքը իրավական համակարգում աշխատում, գլուխը պետք է կտրվի Սուրբ Վարդանի սրով, ասա անիծում ես, լավ եմ անում, ճիշտ եմ անում, ու իմ տղայի մահը Ուլիխանյան կնոջ վրա է, որտեղ ինքը հաշիվները փակել էր, իմ տղան գումար չունեցավ, որտեղ գնար Լենինգրադ բուժման։ Այրապա բոլոր թղթերը ներկայացրած էր, բոլորը։ Ինչ ուզել էր դատավորը ներկայացված էր, որ ինչի հիման վրա ես դու փակում հաշիվներ, ինչի պաշտպանելով այն մյուսին։ Բոլորը անխտիր պատժվելու են, հիմա ես էս էլ ասեմ, դատավորները հերթով ով որ անարդարա հերթով դուրս են գալու, խայտառակ ձևով են դուրս գալու, մայիսի վերջերից, հիմա սկսվել է, բայց մայիսի վերջերից դատավորներ, հոգևորականներ, իրանց մոտ է հիմա սկսվելու, այդ դուք կտեսնեք, կրիմինալ աշխարհ, ընդհանրապես գլուխ բարձրացնելու դաժան պատիժներ իրանք ունեն իրանց ընտանիքներին, դանակահարություններ շատ է լինելու, կա ու դեռ կշարունակվի, և հրդեհներ, պայթուններ այս նորից էլի լինելու է։ Ժողովուրդը գազազած կատաղած վիճակում է, անարդար են շատ-շատերը, այս անարդարությունից այս բախումը տալիս է մեր էգրեգրը պայթումը, որը մեղք են ընդեղ անմեղ մարդիկ շատ կան, շատ անմեղ մարդիկ կան, մի քանի սրիկաներ ենքան են գազազել ահավոր, որ այդ անմեղների վրա երկրակունդ Աստուն շատ են զայրացրել, Աստված վերևից ահավոր հիմա հարվածներ է տալու, բայց մեր երկիր այդքան հարված չի ստանա, ինչքան ուրիշ երկրները, այդ երկնային աղետները, բայց անհատներին շատ կխփի, մի քիչ խելքի եկեք, ազնիվ ապրեք, ազնիվ, որտեղ ամեն ինչը ժամանակավոր է այս աշխարհում։ Եվ տիկինուսա, ես կարծում եմ ձեզ պիտի ականջալուր լինեն, հատկապես այդ դատավորները, որոնք ինչպես դուք եք ասում, չեն կարող խուսափել Աստծո պատժից։ Իրանց ընտանիքներում պատիժը կընկնի, իրանք չեն զգում, որ սխալ են անում։ Եղավ տիկինուսա, մի բան իմացեք, որ Փակ TV-ն միշտ ձեր կողքին է, անկախ ամեն ինչից, ինչով պետք է մենք ձեզ կաջակցենք։ Շնորհակալ եմ ձեզ, բոլորիցից շնորհակալ եմ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձեն ձեր հասցեին կեղտոտ, այսպես մեկնաբանություններ գրել, մենք ասում ենք սիրելի բարեկամներ, մի արեք նման բաներ, քանի որ տիկինուսյան իսկապես այն անձնավորությունն է, ով ամեն անգամ գալով մեր տաղավար իր 100 հազարավոր հետևորդներին միայն բարություն է քարոզում, լավ եղեք, առողջ, ազնիվ և ամենակարևորը մի մոռացեք, որ մարդը միշտ նորում է մարդու բարեկամը։ Այսօր այսքան, սատեսյուն։